Ինչ, հիմա առաջի հասկից ձեզ կթվա, որ մենք գտնում ենք շախմատի ֆեդերացիան, բայց ոչ, մենք գտնվում ենք Երևանի underground fitness ակումբներից մեկում, որտեղ որ կենտրոնացված մարզվում են բասկամարտիկները, ուզում ծանոթացնել եւ ծանոթանալ մհերի հետ, մեր ողջույն, բասկամարտիկները հատուկ բարևելություն ունեն, հենց բարևելություն, իսկ պատճում են բարևելություն։ Միանշան է։ Ես չգիտեմ, բասկամարտիկի կառուցվածք ունեմ, սենց որ նայում ես առաջին հայացքից։ Առաջի հայացքից շատ լավ կառուցվածք ունես, ուղղակի բասկամարտիկի կառուցվածքը հիմնականում տարբերվում է այս նախաբազուկներով եւ բազուկներով։ Եթե սովորականից մեծ է լինում, բնականաբար արդեն ինքը մարզված է բասկամարտով։ Կարճն է լավ է թե երկար։ Դե կարճը իր առավելությունն ունի, կամ իր այսպես ասած թերությունն ունի, նույնն էլ երկարը։ Մենք բազուկի մասին ենք չէ՞ խոսում։ Այո, այո։ Այսինքն, եթե քեզ հետաքրքրում է կարճը ունի օրինակ իր առավելությունը, եթե կարճով ես կպնում, ասենք, պետք է թեքվես, ռուշկից բռնի օգտվի։ Դու թեքվես բիցեպսով կպնես, այսինքն փաթաթես, ու կորպուսով իջի, կորպուսով, այս ձախ ձեռքը բարձր պայի որ շրջանցես սեղանը, հիմա ոտքերով պետք է իջնես, ոտքերով։ Կարճ բազուկներով մարզիկները կպնում են, այսինքն փաթաթվելով, քաշելով դեպի հասկացա։ Իսկ երկարները կպնում են արդեն այս պրանատրով, էլի վերևի մտնում, այստեղից հարվածը ստեղից հարված։ Այսինքն իրենք կարող են քաշային նույնը լինեն, բայց երկար մեկին է լինի, մեկին է կարճ։ Այսինքն տեսեք ոնց է։ Հիմա ստեղ ամեն ինչը ավելի շատ կախնված է ստարտային վիճակից, թե ով շուտ ստարտ կմտնի։ Այսինքն ով շուտ ստարտ մտնում է, բնականաբար առավելությունը թեքվում է իր կողմ։ Այսինքն սենց ասենք համարով վերցնենք, ստարտով մտնողը առաջի համար, ուշ մտնողը երկրորդ համար։ Իսկ բայց երկրորդ ուշ մտնողը կարող հաղթի։ Բնականաբար լինում է շատ դեպքեր, այսինքն սկզբից դիմադրում է։ Հիմա տես օրինակի համար դու խփի գնա, ասենք, ստեղից անտես ես իմ վերևով բռնեցի պայքարեցի։ Հիմա ստեղ ես երկրորդ համարով եմ գալիս, դու առաջին համարով, չէ։ Հիմա տես ես փորձում եմ ճանապարհներ գտնել, որ բացեմ, տես ինձ շատ անհարմար վիճակ է։ Կոպիտ ասած 80% առավելությունը քոնն է, իրավիճակում։ Հիմա ես փորձում եմ գտնեմ քո թույլ տեղերը, որտեղ են։ Բնականաբար, եթե քո տեղ ուժ եղա, մատերդ կարա թույլ լինի։ Փորձում եմ մատերից։ Փորձում եմ մատերից։ Տես այս փոքր շարժումով, փոքր շարժումով բացեցի, փորձեցի, աշխատա, վերեցի, ու ծալեցի։ Իսկ եթե մատերն էլ ուժեղ, ինչ ես անում։ Եթե մատեր ուժեղ է, պետք է փորձես արդեն ավելի ուրիշ բան գտնես, ուրիշ ճանապարհ գտնես, այսինքն փորձենք մատերդ ուժեղ է, չէ՞, հասած դրացալ, դե մատերով էլ ես բռնել, փորձում եմ չի գալիս, փորձում եմ ստեղից արդեն։ Այսինքն ես պետք է նայեմ հակառակորդի ձեռքին ու տեսնեմ որտեղից կարելի է բացել իր ձեռը։ Ինքը այնպես չի որ դու ոնց սեղմեցիր կամ ոնց ձգեցիր, ինքը աշխատում է։ Այսինքն մենք պետք է ուշադրություն դարձնենք ավելի շատ մեր հակառակորդի ձեռքին, իր ձեռքը ինչ անկյունում է դրված։ Մենք ինչ անկյուն պետք է ընտրենք, օրինակ ասենք, տես դու սենց դրել ես, չէ՞, սենց դրել ես ձգի։ Հիմա ես փորձում եմ անկյուն, տես ես հավաքվա, հիմա իմ վիճակն ավելի լավ է, այս ավելի լավ եմ անկյունով, չէ՞։ Հասկացա, չէ՞, տես դու իբր դու գրավել ես դիրքը, բայց ես իմ հավաքվելով ավելի լավ ես անկյունը վերցրեցի։ Հասկացա, ու սկսեցի աշխատել։ Հիմա ես պետք է աշխատեմ տեսնեմ որտեղ է թույլ, այսինքն ճնշումը տալիս եմ, չէ՞, ճնշումը տալիս եմ, որտեղից ինքը շարժեղա բնականաբար այդտեղից թույլ է, այսինքն դա միկրովարկյանների ընթացքում դու պետք է ճնշումը տաս, զգաս, հետո գործողություն կատարես։ Եթե ճնշումը տվեցիր չկա, պետք է փոխես դիրքը։ Հասկացա, չէ՞, եթե ասենք տալիս ես ինքը պահում է, միջ չունի նույն տեղից կրկնել հարվածը։ Հետո ինքը ավելի շատ հարվածներով է լինում, ոչ թե ես բռնել քաշելով։ Կամ հարվածով, ասենք, հասկացա, չէ՞, էս է։ Այսինքն երկար այսպես չեն մնում։ Դե մնում են, բնականաբար, հիմա դու օրինակ խփել ես, խփի։ Ես բռնեցի, չէ՞, Հիմա դիրքավորվում եմ, բռնել եմ, չէ՞, ու փորձում են կռվել այստեղ, շնչ։ Տես, փորձում ենք, դու հիմա աշխատի կորպուսով հավաքվի, ավելի հավաքվի,
Դե նստի մա ձեռքից վրա, նստի, տես, կորպուսով, հասկացար, չէ, կորպուսը, այստեղ գործը մենակ ձեռքը չի անում, ինքը որ ասում եմ, Սա էս եթե ասում եմ բազկամարտ, դա չի նշանակում, որ դու մենակ բազուկներով ես կրում։ Նույնը ծանրամարտում է, ընդհանուր օրգանիզմը աշխատածում է, նույն բրսկամարտում է, չի խփում ես, ասես չես խփում։ Բնականաբար խփում ես, չէ, կորպուսով։ Հիմա նույնը սրա մեջն է։ Դրեցիր, պետք է դիրքավորվես։ Մեր դու քանի տարի ես զբաղվում ես սրանով, ու դու ինքդ մարզում ես մարզիկներին։ Ես 23 տարի զբաղվում եմ բազկամարտով, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայում հիմնադիր անդամ եմ եւ այսպես ասած մեծ աշխատանք ունենք բազկամարտ սպորտաձևում, մեծ ռեզուլտատներ ունենք բարձր, այսպես ասած դարել է մեր ապրելաձև էլի, սրանով ապրում ենք, շնչում ենք, աշխատում ենք, ընկերություն ենք անում, վերջ ընտանիք ենք պահում, ամեն ինչ բազկամարտի հետ է կապված մեր Իսկ մարզիկներ, աղջիկներ կան, տղաներ կան։ Աղջիկներ, տղաներ, դե ես ինքս Մարտունուց եմ, Գեղարքունիքի մարզի Մարտունու Զոլակար գյուղից եմ։ Մենք ընդեղից ենք սկսել մարզվել։ Ճիշտն ասած, ամենաառաջի քայլս եղել է բանակային Սպարտակիադայից 98 թվականի, բանակում եմ ծառայել։ Բանակային Սպարտակիադայից սկսել եմ բազկամարտով զբաղվել եւ հետո գյուղում ենք հիմնա 2000-2001 թվականին մարզադահլիճ, մինչեւ հիմա գործում է դահլիճը։ Եվ այդպես աշխատելով Հայաստանում զարգանում է բազկամարտը, հա։ Հայաստանը այս տարի Եվրոպայի առաջնությունում թմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը։ Դա մեծ հաջողություն է Հայաստանում։ Չի, ինքը շատ նույնիսկ աշխարհի մեծ թմեր կան, որոնք չեն կարող գրավել երկրորդ տեղ։ Այսինքն մեր ցանկացած մարզիկը, ով որ մարզվում է եւ մասնակցում է միջազգային մրցումների, այսպես ասեմ, գոնե երրորդ տեղ պետք է զբաղեցնի։ Այսինքն մեր հավաքականը, որ գնում է մրցումների, ասենց կոպիտ ասեմ 90% մեդալով է գալիս, որովհետև մեր ֆեդերացիայում այդպիսի գաղափարախոսություն կա, մենք այդպիսին ենք ընկալում, որ եթե գնում ենք մրցումների գոնե պետք է երրորդ տեղ բերենք, բայց երրորդ տեղի համար չենք գնում, էլի։ Դա կարող լինի, ասենք, վնասվածքների պատճառ լինի, կարող կանոնների պատճառ լինի, ինչ-որ նկատողությունների միջոցով, բայց հիմնականում շատ լավ պատրաստում ենք եւ Օրինակ, այդպես մեր օրինակ ֆուտբոլի հավաքականը կամ մնացած այլ սպորտեր, որ հնարավորություններ է պետք որպեսզի մարզվեն, չէ՞, այսինքն դաշտ, հավապատասխան եւ օրինակ բազկամարտի համար ինչ է պետք, որ Հայաստանում դժվար է, չի լինում, որ լիներ, մեր հավաքականը լավ ելույթ։ Ինչն է պակաս, էլի։ Այ որ լիներ ասեմ, ուրեմն տեսեք ինչ խնդիր մենք ունենք հիմա։ Հիմա խնդիրը հետեւյալն է։ Բազկամարտի ֆեդերացիան Հայաստանում հիմնվել է 1996 թվականին Երջանկ Իշատակ Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի պատվավոր նախագահ է ընտրվել մեր Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ինքն է, չէ՞, բազկամարտի։ Իհարկե, Ծառուկյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է եղել 96, 97, 98 թվականներին։ Իսկ Բրուսլին է ուժեղ, թե Ծառուկյանը։ Դե Ռուսլինը կարատեով է ուժեղ, Ծառուկյանը բազկամարտով է ուժեղ, այնպես է որ եթե հումորի վերածենք ուրիշ բան է դառնում, բայց եթե իրական աչքերով ենք, պարոն Ծառուկյանը, օրինակ մենք Եթե հումորի վերածենք, Բրուսլին է ուժեղ։ Դե կարատեով։ Ինչը ուզում է։ Ահա։ Չէ, ընդհանուր չի կարող ուժեղ լինի։ Վերջը Հիմա մենք օրինակ սաներ ունենք, ովքեր որ այսպես ասած եկել են, ասում են ընկեր մեր, մենք ուզում ենք մարզվենք, դες հայտարարում եմ, ինչի համար եք ուզում, ձեզ ի՞նչն է ստիպում, ասում եմ օրինակ ասում են ուզում ենք նմանվենք պարոն Ծառուկյանին, այսպեսի, հա։ Բայց շատ հեշտ է, մի հատ sense կարմիր մայքա, մի հատ։ Չէ, տես չի լինում։ Սպիտակ շալվար չունես։ Դու տես արդեն մենք ինչքան կես ժամը շփվում ենք, չէ, բազկամարտով։ Դու հիմա հասկանում ես ինքը ինչքան դժվար է։ Եթե դու պատկերացնում ես, էդի մայքով ա լուծվում, հիմա մենք մեր Մարիամին կերավիրենք, քեզ հանգիստ կկերի։ Ու դու պատկերացնես, թե Ծառուկյանը, որ աշխարհի Եվրոպայի չեմպիոն է, ինչ դժվարություններ է հաղթարել, ինչ մարզումներ է անցկացրել։ Ինքը որ դենց միշտ անում է այդ գլխի այդ բաները, չէ՞, Դե էդի բնականաբար զերուժից է մնացել, թե չէ։ Ձեռուժում կա, այո, դու գլխով փորձում ես ինչ-որ օգնես, ապրես, ահա։ Հա, փորձում ես օգնես, հա։
Այսօր ձախն է երևի։ Մի հատ ձախ, մի հատ աջ, հասկացա։ Արմանը Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Զոլակար գյուղից է, հանդիսանում է Հայաստանի բազմակի չեմպիոն բազկամարտի եւ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն երկու ձեռքով եւ Երկու ձեռքով, այսինքն ոչ, ցախ առանցինը, աչը առանցինը։ Եվ հիմա որ ասեմ Եվրոպայի քարակի չեմպիոն, ոնց պետք է հաշվես։ Եվ 2022 թվականին Եվրոպայում քարակի չեմպիոն է եղել։ Մենք կարելի է ձեռք տալ ընդհանրապես sense։ Հա։ Համ սիրուն է, համ մեկ ձգես նայում։ Լավ լիշ քորա։ Հələ մտի մստուգի էլ նետես։ Չէ, ինչ է, քորա։ Քորա։ Մարզվես դուս էլ դուրք ունենաս։ Բայց տուֆա։ Շրջատում։ Որտենք։ Ready go։ Բայց հիմա մի քիչ ուժով բան, Արմանը ուղղակի բան արեց։ Ապահի Արմանը ստեյս դպահ։ Ուշադրություն։ Ready go։ Ինչ ոչ վնասես։ Ոչ։ Աշկեք իմ բերեք։ Ասենք Մայրամիկին։ Մայրամիկը հեսա Մայրամիկը вообще ջարդես կտա։ ծանոթացեք։ Կարծես։ Ահա, Մայրամը։ Դες Մայրամը արդեն զգում է որտեղից պետք ու այսպես ասած կռոցը հանի։ Ուղղվես, հա, ուղղվես ոտքերով առաջ, հա։ Ուղղվի, հա։ Ուշադրություն, ready go։ Մայրամ։ Ուրացեցինք։ Մի հատ էլ անենք։ Ահա, մի հատ էլ ես ուզում։ Մայրամ ջան։ Մի հատ էլ թող կռոցից դուրս գա։ Բայց ոնց չասես։ Ես ոնց եմ ուզում անես, ոնց եմ հիմա բան։ Ոնց ուզում ես։ Ահա, տես թողել է։ Ինչ ամոթ է։ Չէ ամոթ։ Ինչ ամոթ է, հա, դե պարապմա, բայց Մայրամ ջան։ Շատ հաճելի է, ախպեր ջան։ Բեժան, դու հիմա ասա ինչա պետք է սպորտը առաջ տանելու, ինչքան է պետք, ինչա պետք է։ Սա ասա։ Անկեղծ ասած սպորտը զարգացնելու համար, ցանկացած բան զարգացնելու համար պետք է գումար, ֆինանս, բոլորս գիտենք։ Եվ որ ինչ ծախսի, որ ինչ առնենք, էս առնենք, էս Չէ, առնենք։ տեսեք ասեմ, ուրեմն պետական մոտեցում է պետք, այսինքն պետական մոտեցումը հետևյալն է, որ այստեղ ոչ թե միայն ֆինանսի մասին է գնում հարցը, այլ նաև գնում է հենց պետական մոտեցման։ Հիմա ասենք մարզիկները գնացին, Եվրոպայի առանձնությունը հաղթեցին, հետ եկան, պետական մոտեցում է պետք, այսինքն մեզ ոնց ասեմ, չեմ սիրում ինչ-որ բողոքել կամ ինչ-որ նեղանալ, այս մեր երկիրն է, մենք այստեղ ապրում ենք, բայց այդ ով որ պատասխանատու է այդ պաշտոնում է, որ պետք է գա, որ պատշաճի դիմի, այդ դիմավոր այդ մարզիկին կամ ինչ-որ մոտեցում ցույց տա, այդ մարդը պետք է գա, բայց չի գալիս այդ մարդը։ Մենք չենք տեսնում, իրանք ավելի շատ մտածում են, որ մենք պետք է գնանք իրանց մոտ։ Չեն ասում, այս մարդիկ պարապ գնացել են մեր երկրի դրոշը բարձրացրել են։ Զբաղված են, պարապում են, չեն կարող գնալ։ Հա, չենք, իրանք պարապում են, այսինքն իրանք մարզվելով են զբաղված, կարելի է մի օր տեսնել այդ մարդկանց, հանդիպել, հարցնել ոնց եք, կամ ինչ խնդիր ունեք։ Հուսանք այս հաղորդումը կնայեն, այդ համապատասխան մարմինները եզրակացություն կանեն եւ կփորձեն աջակցել ինչ-որ անեն։ Հուսանք որ կլինի այդպիսի մի բան, եթե չլինի էլի մեկ անգամ մենք պարապում ենք եւ գնում ենք մրցումների, հիմա կա այդ գումարը, մոտեցումը պետական, կա, չկա, եղել է, չի եղել, այսինքն այնպես չի որ դա հիմա չկա։ Հասկացա։ Դա միշտ էլ չի եղել ու հիմա էլ չկա։ Այնպես չի որ դա միշտ եղել է։ Շատ լավ, Մերջան։ Ես որպես հրաժեշտի քեզ շնորհակալություն եմ ուզում հայտնել ու մի հատ էլ իրար կապնենք ասա։ Մի րոպե։
Ready? Այո։ Go. Օբա, գնա։ Ուժը, ուժը։ Հիմա կարաս դու օբա 2-0, փորձի 2-0։ Մյուս 0։ Ծառուկյանը։ 0-0 օքնի։ Այստեղ ստում ավարտենք։ Շնորհակալ եմ։